այտենց օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները եւ հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա թե չէ, բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները, որ մենք վերել ենք մինչև այսօրը սահմանության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ, դրանք որևիցե մեկը չի ասել, որ դրանք էլ գոյություն չունեն, նորից եմ ասում, նաև իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։ Հիմա համարում եք ամբողջական տեքստին ծանոթ եք խաղաղության պայմանագրի։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե հրապարակայնացում, պարոն Սիմոնյան, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է։ Ես հասկանում եմ, Ադրբեջանը ամիշտ առաջի քայլն անում, այսինքն Ադրբեջանը հրապարակի նորմ ենք։ Չէ, հարցը ինչ Ադրբեջանը կհրապարակի նորմ ենք, նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում։ Հիմա ինչ որ մեկը պետք է համաձայնվեր, չէ՞, մի րոպե։ Գոյություն ունի բան չէ, որ մեկը պետք է վերջո այդ բան, որ տենց ուղարկում ենք իրենք, մեզ են ուղարկում ենք իրենց, ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայն ենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք, եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին եմ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք, ասեմ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է եղել։ Վարչապետը զրուցել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաև Իրանի նախագահի հետ։ Առաջինը պարզապես Ռուսաստանն է, դրա համար ուզում ենք հասկանալ։ Ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստանը կարող առաջինը Իրանը լիներ կամ Ֆրանսիան լիներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիր։ Պարզապես մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն ենք ներկայացրել։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանը ինչ որ հաղորդագրության մեջ։ Բայց Ռուսաստանից առաջարկ է հնչել, որ Ռուսաստանից առաջարկ նախարարությունը ասում է, որ պայմանավորվենք ժամի, այսպես ստորագրման հետ կապված, հիմա դուք եք ասում Ալիևը խոսում է 0% վստահության մասին։ Ինչ ասում շարունակությունն էլ ասա, որ հարցը տեղին լինի։ Ասում է, որ ամեն ինչ պետք է դրվի թղթի վրա։ Թղթի վրա։ Հիմա մոտ ժամանակներում, երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման, այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում, չգիտեմ, 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը։
Դե մի քիչ բան հարց է տալի Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չռնի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված եմ։ Նույնիսկ եթե այնտեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը չեղած լինի, հələ ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ։ Հնարավոր է վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ, որը փակ, տեքստը փակ է։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակ է։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։ Հիմա կարող ենք ենթադրել, որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը, անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի։ Հիմա Հայաստանը տրամադրի Ադրբեջանին իբրև թե 30 տարի օկուպացնելու համար։ Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի, ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն են հաճախ Բայց նա Ալիևի խորհրդական Հիմա վարչապետը 5 հատ խորհրդական ունի, կա շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն, կա փաստաթուղթ, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով, մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի եւ ֆորմատի այդ քննարկումներին, արդեն ընթացած գործերը ոնց կգնան, արդեն դեռ Այս մասով, որ Ալիևը նշում է, որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստանը ունի հստակ դիրքորոշում։ Դե Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի իսկ սահմանների հետ կապված